էլեկտրաէներգիայի թանկացում։ 10 դրամ թանկացում 1 գիշերվա ընթացքում։ Վաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Ձերոնց արած սալիկներն են, հաներ զոքանչ հավաքածուն։ Պետքա գնայինք կերամա մարածից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Այելի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալական է։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալական է։ Թանկ չի։ Italakan! Թանկ չի։ Italakan! Թանկ չի։ Գերամո մարածի իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ահա եկավ այն նորը շատ սպասված, նոր կյանքի դռներն են տես բացված, պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության, առջևում սարեր ու ճանապարհ, առջևում 2 տարի դժվար, թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար, զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նանջում, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն, զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամբար։ Կարպիս, եթե մի անգամ ես պես բան եղավ, եթե մի անգամ է վաշտի տեղը կտես լավ տեղ ու իմիջով էլան զորամաս, ես պես բարի ժբիտով էստեղ չեմ գտ։ Մարին, մի օր պիտի գտնի իր կեսին։ Երջանիկ լինի, հասկանում ես։ Հասկանում եմ։ Հասկանում ես, բայց պատրաստ չես։ Վել գնում գալի այդ ղազարնից ես կպնում։ Լավ կենեմ, այսինքն ես չեմ կպնի, ինքը կպնի գնձի, եդևից սեն գեր։ Դիս դրած կուզը կերտ պրն է։ Որն է քո սիրած երգը։ Են բացիլույ մինյա վիզդե այդի։ Մեծ մարդ ես, դու այդ տարեկից դուս ես եկետ, ինչ երկեր ես ասում։ Դի ուժե վզլոսլի չիլավեք։ Ինչ ինձ չես է։ Ինչի մե պերանեմ չես ես ուսիկ։ Չգիտեմ։ Իսկ գիտես որ սաղ զորամասի հետ մասին կխոսա, գիտես։ Սաղ զորամասի գիտեմ, ենակ ես չգիտեմ։ Կանտ է փոխանակ գազ առաջին ննձիս ես, հա։ Կանք տեղը տեղին կծենք, պայրադը կա, բանք աստեղ։ Ուր։ Պարյադեք։ Չէ մի չէ։ Մելո։ Մելո։ Դու ասե Արման։ Հələ կագնիտանամ ինչ ա եղել։ Ինչ է եղել։ Մարգարյանին բանկա զգուշացնելու։ Դու Մարգարյանին ինչ պետք է զգուշացնես։ Դե կներես չիդե որ ամեն ինչ քեզի պիտի տակլատ տամ։ Մարգարյանի հետ գործ չունես։ Ո ինչ գործ չունի մեծո։ Մելո մատ կարաս հանգստանաս ասես տենամ ինչ ա եղել։ Չէ, չեմ կարա։ Այ Մելո ջան, այ ցավը տանեմ։ Ուր ես տես տակացած մտնում Մարգարյանի մոտ։ Ես չեմ հասկանում, չեք ուզում նորմալ ծառայեք։ Ինքոմ լե Արման։ Խորոտ։ Դուր կդակ բարոն ենտասբա։
Արսեպյան դու ես։ Ճիշտ այդպես։ Արսեպյան։ Հիմա որ քեզ թողնեմ գաս։ Բայց համով բաներ ինձանից չեն նեղանալու։ Բարոն Ենտասպացել այդ խոսալու բան կա։ Արսեպյան ասեցի հետո գաս, հասկացա՞ր։ Վելո, ինչ խոսացիր էլ։ Ուրիշ բան։ Բա ինչ պետք է ասեիր իրան։ Միսերը սուսիկի ծերու մնա, տեղեն իրա մուղամով սրջարանք կանջի։ Հələ մի րոպե, գանգի։ Այդ ոնց պետք է իրան ասես։ Հենց այդպես, պերյամու։ Բա որ ասի դու ով ես, որ տենց բան ես ասում, ինչ ես ասելու։ Ինչ պարդա դիրեք, սեմ այդպես է պետք։ Կասես տենց է պետք, հա։ Դու մտածել ես ով է սուսիկը քո համար, որ տենց անհանգստանում ես։ Այդ հարցի պատասխանը որոշել ես։ Չես որոշը։ Բա ինչ ես ասելու։ Թե ասելու ես, որ դու մեյլոն ես ու այդ հարցը քեզ այդպես հուզում է։ Մի անգամից կտանի Բշտիկյանի մոտ։ Ինչ ըխտե, կսեմ նեղեցնում ես աղջիկան։ Դու կասի քո ինչ գործ։ Ես հավանում եմ այդ աղջկան ու փորձում եմ իր հետ խոսամ։ Բա աղջիկա նորմալ է, սկզբից պետքա չոր խոսա հետը։ Հետո կամած կփափկի։ Դե լավ է Արման, ես ինչ կսես, ես որ տարն է։ Այն եմ խոսում, որ նախ պետքա որոշես թե ով է սուսիկը քո համար, հետո նոր ինչ-որ բան ասես։ Ու շատ զգուշ։ Արեք ստելլարը։ Հա, ձերդ եմ։ Արես ինչ ձև եմ խոսում արա։ Ես քյարթը ներծծվել է ջանից մեջ արա։ Համի ես համ մախ եմ, համի քյարթ։ Թե քյալ, չէ, քյարթ։ Ոչիմ ստեի մի ով իրան խելոք չպայես մի հատ չրպոց ավտո։ Չէ, բայց փոփոխություն կա։ Բանձենդ ոնց է մուսկուլոտ է։ Ուֆ։ Ջաները։ Ձայնալարելի բիցեպսել ես արե։ Հա, բավոց։ Արե, բայց դու ինչ կազանն ես։ Ջան։ Լսեմ ինչ ենք անում հմբո։ Մտնում ենք ննջարան։ Ու դու ունդե քո ուժը ցույց ես տալի։ Էլավ։ Է որդ է ննջանում։ Հա։ Ննջանում ու վրա եմ ուժս ցույց տամ։ Մտնում ենք ներս, ով պատահի, ամարակու կարելա հաֆանանա ես անում, էլավ։ Է հարց չկա։ Դե գնացինք, ուժեղ տղա։ Դե մտի, ուժեղ տղա։ Հերը թևերը ծալի։ Չեմ կարում, բակավիկներս չի տողում։ Դու դեք Ինչ խոսա է, մտար։ Այստելարա։ Այստելարա ասում եմ։ Արիստը տես կեզ ինչ եմ անելով։ Առաջինը, ինչը չեյով է, շեյով չի։ Երկրորդն էլ քեզ մի հատ նորմալ պայի, եղավ։ Դու ինձ պետք է ասես ես ինչ անեմ։ Էդ ինչ ձև ես խոսում, մի հատ նորմալ խոսա։ Ուրեմն դու ինձ մաղ համբարձումից ասում ես նորմալ խոսա։ Լավը։ Արիստելարա։ Կերար տուտուց։ Ստալոնյան, բա ուր է բակավիկներդ, ուր է դոշերդ, Փուվ, համբարձում, փուվ, երկու չտանգի ես զերտվե դուխը թելելա պաթատվելա բգի տարա, ավելի լավը ուղեղը տարտարինա ժորնիզալ,
Մինաս։ Այ Մինաս։ Հա։ Մինաս կարամ մի քիչ տստեմ, ոտերից վրա էլ հալ չկա։ Քաջի կարավատը տարտի տմբուշկիտ կողքը պարգի քնի։ Հա բայց արդեն ժամը 4-ն է, հոգնած եմ։ Այդտեղ ասեցի կարավատը տարտի տմբուշկի կողքը պարգի քնի։ Հոգնած եմ, խատա են ծուսի։ Քեզ որ բանակ գրգին չսին օրդիկ սանատոյրա չէ։ Հա քեզ ինչ կա, դու քո համար ընդեղ նստած կոֆե ես խմում։ Ինչ եմ ես մարդուն։ Ես հմի կուկամ կու տեղդ կկանգնիմ, դու էլ արիստեղ կոֆե խմել, լավ է։ Բայց դու չես կարա օրապահ կանգնես։ Քաջիկ ջան, կեղնի որ մի անգամից լաս պրզնից, պես մանդր մունդեր կդորներով միլա, մի անգամից լա պրզի։ Ուֆ։
Նա ֆիքսում է կյանքիդ կարևոր պահերը եւ դարձնում հասանելի քո ընկերներին։ Նա ուղղորդում է քեզ քո փնտրած վայրը եւ քո կապն է մտերիմներիդ հետ։ iOcean X8 քո սմարթֆոնը Rich Electronics-ում։ Ջերմ եւ հաճելի միջավայր, համեղ եւ բազմազան ուտեստներ, բարձրակարգ սպասարկում, մատչելի գներ, Գուսան ռեստորանային համալիր։ Ոյ, Ել Ալեքսեյ, վայ։ Ես ինչ ես ով ես քնած չէի, ես լավ լսում էի, որ դու ինձ գոռում էիր քաջիկ բան, ուղղակի նստել էի, հոգնել էի, էլի։ Ելկանի։ Շտիկը դուր է։ Սբ շտիկը դուր է, այդ տղա, բերիցդ հանել ես, հուր ես տար է շտիկը։ Հա, հանել էի, նստելուց առաջ հանեդրել էի պահարանին, հետո էլ երևի աշկս կպել է, աստորեն քնել եմ։ Մամա ջան։ Քնել եմ, բայց ոնց եմ քնել, ես էլ չեմ ջոգեմ, Մինաս ջան։ Քնել եմ, Մինաս, կներ ես ապեր։ Դո ես քեզի քանի անգամ եմ ասել, որ շտիկը բերիցդ չանես։ Քանի անգամ եմ ձեզի ասել, որ դանդերը բերիցդ չանեք։ Սելեմ քաջիկ։ Շատ ես ասել, բայց թե ոնց եղավ ես էլ չհասկացա, սենց բան իմ հետ հլը չեր եղել։ Պատենաս հիմա որ կլնիմ շտիկ դու գոտին։ Ինչ ա եղել։ Դուր էիր։ Գնացել է գլուխս լավ։ Օրացած տեղի չտեսա որ քնած է։ Չէ։ Դու չես տեսել որ ինքը անցել է։ Չէ։ Չեմ հասկանում։ Ինչ քեզ տեղից անցել իրար չեք տեսել, չեմ հասկանում։ Դե երևի սրբիչով գլուխս փաթաթած ա եղա չեմ տեսել։ Ինչ խտե։ Սրբիչով ինչ էր փաթեթ գլուխը։ Հետո կասեմ ապշում։ Ես կխելարիմ ձեր ծերը։ Խելքն է կալաբոկ։ Վարուս ջան, չգիտեմ ոնց է պատել, հոգնած էի քունս տարել է։ Արա հոգնած էր գլուխդ այդ պատի չքներ, ուրիշները ոնց է չեն քնում։ Ես էլ ես կամաղ չեմ քնել, այս մեկներ եսին ոնց եղավ։ Արա դու հասկանում ես այդ շտիկնոժը որ չգտեն Մինասին ինչ կանեն։ Դու հասկանում ես այդ կամ բան։ Բա ինձ։ Արա դու հեչ է։ Արա ոբշում չգիտեմ, շտիկնոժը գտնես։ Գտես բերես դե։ Մտածում ես էսի ա դա է շտիկը։ Քելեր տակ տեղեքը չզար։ Խոմբան չել է որ։ Եղել է, ոնց չի եղել։ Քաջիկը տնբուշկի կողքը քնել է, էլ է տեսել է շտիկնոժը չկա։ Ոնց։ Հակել ակնի արիկաս։ Ռոմա։ Ռոմա։ Այլ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ռոման ինչ եղար։ Եկա։ Դու ես խաբար չես շտիկը ուր է։ Չէ։ Դավ դու կանի դեպքի մոդը։ Բա ես ինչ անեմ։ Խաթար ասեմ։ Քննել ես։ Մի արծրու։ Ես զարմանում եմ, էլի, ոնց կարելի է շտիկը հանել։ Եկա թեմա է։ Սաղ քո վրա է ջարդվելու։ Ինչի համար? Որտեղ քաջիկը քնել է։
Հերթապահը ուշադիր չի եղել։ Թերիա տարը իր ծառայությունը։ Всё, բրծավ։ Տղեկից որ զանգենք Վարդանին ասենք։ Դե ժամին ոնց զանգենք Վարուժը։ Լավ ով կռնար Կարմիր Վաշտ։ Կամ Զորամասի հերթապահ կամ օգնագանը։ Օգնագանը սերժանտ, այդպես բան չերեն է։ Հերթապահը Կինոսյանն է։ Հա, Կինոսյանը կեն էր։ Եկե տեսել է քնած է, շտիկը տարած է, վերցրել տարել են, չէր տանի որ։ Ասում եմ շտաբ պետքա զեկուցել։ Տղեկ, իսկ կարող է Հակոբյանն ա եղել։ Չէ։ Դրանից յան դու դրա խելքելը գլուխը չի եկել։ Կինոսյանն է տարել։ Ու ինչքան շուտ զեկուցենք, այդքան ավելի լավ։ Թե չէ դու պետք է ասեն ինչի չեք զեկուցել։ Մետը դրա համար խոսակցություն կա։ Մինաս ինչ ես մտածում։ Դու ես իմը կանեք հասկնա։ Տղեկ ջան, Մինաս ջան, ախր ես չէի ուզում որ սենց լիներ։ Քունը տանում էր մի բերան ասեիր, ասեիր կփոխենք, ով ա տեսե որ օրապահի պահարանի մոտ պարկեն քնեն, հե? Մի անգամ է համբարձումներ կենե, Հակոբյան նեգե շտիկը տարը պահել էր, բայց սիգ ավելի լուրջ բան է։ Վայ քաջիկ, վայ։ Տղեկ ջան, բայց ես իսկականից չեմ ջոգել, ոնց եմ նստել, ոնց եմ գոտիս հանել։ Ատե հերիքը արդարանաս էլի, որտեղ դանդալոշի նման որդ է պատայի և պատայի կպարկեք քնեք է։ Զորամասի հերթապահ կապիտան Մինասյան։ Երկրորդ Վաշտի հերթապահ ավագ սերժանտ Մինասյան։ Պարոն կապիտան, արդարոց դեպք է տեղի ունեցել։ Ինչ դեպք։ Մինասյան որտեղ ես եղել։ Պիտովք են, պարոն կապիտան։ Ինչ ես հետևել իրանց ծառայությանը։ Գնաց ես եղել։ Ոչ մի կեր։ Ոչ մի կեր։ Որ ոչ մի կեր։ Ոնց է նման բան եղել։ Դուք ես են կորցնելու համար ինչ են անում։ Արահոտը կներկայանա հրամանատարին։ Կոլա չգի։ Պարոն գնդապետ, իմ հերթապահության ժամանակ արտարուց դեպք է տեղի ունեցել։ Երկրորդ Վաշտի օրապաներից մեկը պահարանի մոտ քնել է։ Երբ հարթնացել է սմինդանակը չի եղել։ Ազատ։ Ազատ։ Ոնց թե սվինդանակը մոտը չի եղել։ Չգիտեմ, քնած ժամանակ ինչ որ մեկը վերցրել է։ Կանչի մոտս։ Լսում եմ։ Ազատ, թողնել։ Ես ինչ եք արեք գիշերը։ Ինչ եք արեք գիշերը այդ տղա։ Քաջի գուրա քո շտիկը։ Չգիտեմ, պարոն Վարդանյան։ Ո՞վ պետք է քո շտիկի տեղն իմանա, հա։ Քաջի քո շտիկի տեղը ո՞վ պետք է իմանա։ Կլինի ես մի օր գամ, լավ բան լսեմ ստե, հա։ Բայց ով պետք է տաներ այդ շտիկը, հա։ Ով պետք է այդ շտիկը տաներ։ Չգիտեմ, պարոն Վարդանյան։ Մինասյան, ախր ոնց կարա քո հերթապահության ժամանակ տենց բան լինի, հա։ Ես չգիտեմ։ Անկեղծ չգիտեմ ինչ եմ անելու։ Երկրորդ Վաշտի օրապահ Շարքային Ներսիսյան։ Ներսիսյան, Մինասյանին ու օրապահին Վարդանյանի հետ միասին ասա թող ներկայանան հրամանատարին։ Լսում եմ։ Պարոն Վարդանյան, կապիտան Գինոսյանը ասեց Մինասյանի օրապահի հետ ներկայանաք հրամանատարին։ Պետք է ներկայանանք։ Բա ինչ պետք է անենք, որ չպետք է ներկայանանք։ Պետք է ներկայանանք։ Այստեղ մի հատ գոտի տվեք։ Ես չգիտեմ, ես ամենի տակից ոնց ենք դուրս գալու։ Ժամանակից շուտ չեմ ուզում ինչ-որ բան ասեմ։ Առաջ ենք գնացինք։ Դու էլ չքննես։
Հե, Դե գնացին Բաղդասանի մոտ։ գոնե այդ աֆիցերը, որ շտիկնոժը վերցրել է, տարած լինի շտաբ։ Հիմա կարևորը, որ այդ գտած լինի։ Հա, որ գտած չեղան այդ իսկականից լուրջ թեմա է։ Արա ես չեմ հասկանում, էլի։ Ասենք որ մի աֆիցերը պետք է դի վեգալի ու չտա։ Եթե ես բան կարա լինի։ Հակոբյան։ Վայ քուրա, գորավ։ Բահի իրա շտիկնոժը։ Ուր ես բահի։ Արես, այս սիտուացիոններում խիակատագերգական ինձ բացում մարդ չի հասկանում։ Լավ, գնա Հակոբյան, գործը քեզ ասպասում, գնա։ Լա տենանք այսօր ազիզոր կրնի, թե չէ։ Ինչ է եղել, Մակար։ Մինասն ուրա։ Բաղդասանի մոտ։ Օրապա ով է եղել։ Քաջիկը։ Թու արա։ Արա դե լավ էլի, Մակար։ Լավ էլի։ Հազար անգամ ձեզ ասել եմ մի քիչ ուշադիր եղեք էլի։ Գիտեք թե բան է էլի ձեր համար։ Ինչ ուզեք կանեք, ոնց ուզեք կանեք։ Եկեք։ Պարոն գնդապետ, ավագի ընթացմա Վարդանան ներկայացել ձեր ժամանով։ Պատմեք տեսնեմ ոնց է եղել։ Պարոն գնդապետ, ես քնել եմ պարանի մոտ, հետո Մինասյանը եկավ հանեց, տեսանք որ չկա շտիկնոժը։ Ինչ է նշանակում քնել եմ պարանի մոտ։ Ես ոնց ես հրանգավոր է Մինասյան։ Քո հերթապահության ժամանակ ոնց ասես բան լինում։ Պարոն գնդապետ, մենք հրահանգավորել ենք իրեն, մենք միշտ էլ հրահանգավորում ենք։ Չի երևում, որ հրանգավորել եք։ Եթե քունը տանում էր, հերթապահին ասեր, թո փոխեր, մեկ ուրիշ օրապահ կանացներ։ Ես չեմ զգացել ոնց եմ քնել, պարոն գնդապետ։ Ավոր դանակը վրայիցդ հանել են։ Ոնց չես իմացել։ Ես եմ շտիկս հանել դրել պարանին, հետո նստել եմ։ Ինչ։ Զենքդ հանել ես։ Այդ տղա դու հասկանում ես ինչ ես խոսում։ Մինասյան դու որտեղ ես եղել։ Վիտովկեն, պարոն գնդապետ։ Վիտովկեն։ Վիտովկեն ինչ է իրանում։ Ինչի դուրս չես եկել ստուգել։ Հերթապահ ես։ Հերթապահը պետք է Վիտովկում նստի։ Մինասյան, դու գիտես քո պարտականությունները։ Գիտեմ, պարոն գնդապետ։ Այդ ավելի վատ, որ գիտես ու չես անում։ Ես ամեն ինչի մեղավորը դու ես, ոչ թե օրապահը։ Պահանջելու ենք հերթապահից։ Պարոն գնդապետ, կարող է ինչ-որ մի սպա մտել է, տեսել քնածա վերցրել տարել։ Նշտիկյանը հիմա զբաղվում է դրանով։ Բայց դա ինչ կապ ունի։ Ամեն դեպքում դուք ձեր պատիժը ստանալու եք։ Էս ինչ բան է, քնել։ Ինչ քնել։ Որ սահմանի վրա լինեիք։ Ինչ է լինելու ձեր հալը։ Տղեկը ամեն ինչ անում են, որ չքնեն։ Ամեն ինչ անում են, որ մենք հանգիստ ու խաղաղ պայմաններում ապրենք։ Արի Բշտիկյան։ Պարոն գնդապետ, սպաներին, գումարտակների պատասխանատուներին հարցրել եմ։ Ոչ ոք չի մտել երկրորդ վաշտ։ Ոնց թե։ Բա ուր է սվինդանակը։ Բշտիկյան, ներքին հետաքննություն ես անում։ Պարզում ես, թե ուր է այդ սվինդանակը։ Աստված չանի, որ այդ դանակը հանգարց ես զորամասից դուրս գա։ Լսում եմ։
Աշտուն բան է եղել ապեր։ Ինչ է։ Ես շատ իմանամ ջիգեր ջան։ Չնեղվես աղբերս, կգտնենք էս շտիկը, չմտածես։ Հələ աղբենակ, ոչ չսիրեցի ես էդ կանանվելը։ Ամենը չսիրեցս միջոցառումն է։ Լայնքան պետք է արցակննեն։ Դու սաղել, դու ասա, այդ քաջիկի իրան չծախի այմը։ Մեզ նով է հապարտ, մեզ նով